Ողջույն բոլորին, այս տեսանյութում հաջորդ շաբաթվա կանխատեսումն է բոլոր տարվա ծնված նշանների համար։ Նոյեմբերի 10-ից մինչև 16-ը ընկած ժամանակահատվածի համար։ Գնայինք առնետների։ Ինչ է սպասվում առնետներին նոյեմբերի 10-ից մինչև 16-ը։ Ընդհանուր ֆոնը կայունություն է, որևիցե ոլորտ ձեզ մոտ կկայունանա, միգուցե այստեղ ցույց տա, որ ոլորտն է, ամենայն դեպս կայունանում է այդ ոլորտը։ Անձնական կյանքը Ինձ թվում է այստեղ ձեզ մոտ բոլոր ոլորտներն են կայունանում, որովհետև ոչ մի ոլորտում դուք չունեք որևիցե խնդիր։ Անձնական հարաբերություններում կարող եք ընտանիքով որևիցե ճանապարհ գնալ, նաև ոգևորված կլինեք, ինչ-որ մեկի հետ կարող եք ծանոթանալ, սիրահարվել, դա ձեզ ոգևորի նոր կյանք սկսելու համար, նաև հյուր կարող եք ունենալ, որ այդ հյուրին մեկ շաբաթ կարող է մնալ ձեր տանը կամ դուք գնաք մեկ շաբաթ մնայք իր տանը։ Նաև դա նորություն է, որը կլսեք կամ ձեր ծնողներից կամ ձեր հարազատներից, քույր, եղբայր, այդպես։ Աշխատանքի հետ կապված գումար է սա, երևի աշխատավարձ կստանաք այդ ժամանակահատվածում կամ գումար կվերցնեք։ Միգուցե նաև գումար եք ներդնում, եթե բիզնես ունեք, գումար կներդնեք ձեր բիզնեսում։ Ինչ-որ մի բան է կայունանում, դեր աշխատանքը, ֆինանսները, ամեն ինչը կայունանում է, այստեղ հակառակը պետք է լիներ։ Ամենայն դեպս եւ աշխատանքը եւ ֆինանսական վիճակը շատ լավ է ձեզ մոտ, կայունանում է, գումար կարող եք ստանալ, հնարավոր է նաեւ ժառանգություն է այստեղ ոմանց համար։ Ոմանք ավելի սկսում են իմաստուն ձևով, խելացի ձևով ծախսել իրենց գումարները, ավելի ճիշտ ծախսել, քան առաջ, միգուցե առաջ ինչ տեսնում գնում եք, հիմա արդեն հաշվարկում եք եւ այլն։ Եվ առողջության հետ կապված ուշադրություն դարձրեք եւ կանացի օրգաններին եւ տղամարդկանց օրգաններին, վարակը բավականին հնարավոր է այս շաբաթվա ընթացքում, հորմոններին, բանաձև գեղձին, ինչը որ կապված է հորմոնների հետ ուշադրություն դարձրեք։ Այսքանը ձեզ համար ձեզ հաճելի շաբաթ եմ մաղթում։ Գնանք ցուլերին, սա տարվա ծնված ցուլերն են։ Ինչ է սպասվում ցուլերին նոյեմբերի 10-ից 16-ը։ Ոչեկին է, գլխավոր դերում, կարող եք ավելի շատ լինել այդ կնոջ հետ, կամ նոր ծանոթությունը, տղաների համար նոր ծանոթություն, աղջիկների համար եւս կարող է նոր ընկերու եք ձեռք բերում, ինչ-որ մեկն է, ձեր աղջիկն է, ձեր մայրն է, ում հետ ավելի շատ կանցկացնեք, կամ միգուցե տնօրենն է, ով որ անընդհատ ձեր կարիքը կունենա եւ պետք է իր հետ լինեք։ Անձնական կյանքը եւս աղջիկ։ Անձնական հարաբերությունների հետ է կապված այս աղջիկը, կամ ձեր հարազատն է իրոք, կամ այնպիսի մեկը, ով կմտնի ձեր կյանք, միգուցե ընտանիքներով կարող եք շփվել իրար հետ, ձեր քույրն է գալիս է ձեր տուն, ձեր մայրն է գալիս է ձեր տուն, եւ սա նոր ծանոթություն է տղաների համար, նոր ծանոթություն է, նոր հնարավորություն է, անձնական կյանքը դասավորելու համար։ Աշխատանքում հաջողություն։ Միմիայն հաջողություն է, նոր դռներ է բացվում ձեր առջև, միգուցե նաև պաշտոն են տալիս, միգուցե մեկ այլ բան է, որը ձեզ նոր հնարավորություններ է տալու։ Հաջողությամբ կավարտեք որևիցե պրոյեկտ, որևիցե առաջադրանք, բիզնեսը հաջողություն կբերի։ Իսկ գումարի հետ կապված սա անցյալից եկող գումարներ են, միգուցե պարտք են վճարում, միգուցե աշխատավարձը դեռ չեն տվել, միգուցե ինչ-որ գործեր եք արել կամ վաճառել եք ինչ-որ մի բան, հիմա են ձեր գումարները տալիս, այնպես է, որ գումարը անցյալից է գալիս։ Նաև դա կարող է լինել, որ դուք այնպիսի մի գործով զբաղվեք, որը ձեզ գումար էր բերում, անցյալում, լավ գումար էր բերում, հիմա եւս որոշեք այդ գործով զբաղվել։ Իսկ առողջության հետ կապված այստեղ խնդիրներ չկա, լավ կլինի ուշադրություն դարձնել ոտերին, ամենակարևորը, մկաններին, եւ նաեւ կարող եք գնալ մեկ այլ տեղ, մեկ այլ երկիր բուժման նպատակներով։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի
շաբաթ եմ մաղթում։ Գնայինք վագրերին։ Րոպե արևը գնաց։ Աշուն է, ձմռան է մոտենում, բնականաբար այդպես պետք է լինի։ Տեսնենք ինչ է սպասվում վագրերին նոյեմբերի 10-ից 16-ը։ Ընդհանուր ֆոնը, շաբաթվա, հաջողություն, նոր դռներ են բացվելու, յուրաքանչյուր բան ինչ որ կանեք հաջողությամբ է ընթանալու։ Նոր հնարավորություններ են սա, ոմանք կարող են դռներ փակել իրենց հետևից, ոմանք նոր դռներ բացեն։ Տեսնենք անձնական կյանքը, հաջողություն ևս, աշխատանքն է մի փոքր կաղում, կարելի է այդպես ասել, անձնական հարաբերություններում հաջողություն, հաջողությամբ ինչ որ մի բան կանեք, ընտանիքի մեջ կարող է հաջողություն լինել, բոլորին որ վերաբերվի դա, անձամբ ձեզ, ձեր հետ կապված որևիցե անձնական հաջողություն կարող եք ունենալ, ինչ որ մեկի հետ հաջողությամբ կարող եք ծանոթանալ, այնպեսի մեկն է, ում որ դուք էլ եք ցանկանում իր հետ ծանոթանալ եւ միամիտ կարող է այդ ամեն ինչ այդպես անսպասելի եւ լավ ձևով կարողանաք ծանոթանալ տվյալ անձնավորության հետ։ Սա նաեւ սիրո խոստովանություն է, որ կարող եք էլի եւս հաջողությամբ անել, սիրահարվածություն, ընտանիքում ամեն ինչ նորմալ է մի խոսքով, այստեղ բզբզալու կարիք էլ չկա։ Բայց աշխատանքում ինչ որ խոչընդոտներ կան, որոնք որ պետք է հաղթարեք, կամ աշխատանքն է, կամ աշխատանքի ընդունվելը, կամ փնտրելը աշխատանք, կամ ներսում աշխատակիցների հետ է սա խոչընդոտը։ Միևնույնն է, հա, ինչ էլ որ լինի, այնտեղ հաջողություն ունեք եւ կկարողանաք յուրաքանչյուր բան հաջողությամբ լուծել։ Գումարը ոնց որ այնպեսի պահ է, որ մշտապես գումար է գալիս։ Կամ ձեր ամուսինը կամ կինն են գումար ձեզ փոխանցում, կամ ընտանիքի որևէ անդամ, կամ նաև ինչ որ գործարք է կարել, որը միտեղ ոնց որ որ մարդը մի գործանում 1-2% ունի, փայատեր է, կարելի այդպես ասել, եւ այնտեղից ոնց որ մշտապես գումար է գալիս։ Ինչ որ միտեղից գիտեք, որ մշտապես գումար է գալու։ Թե հիմա այս շաբաթ գալու է հենց այդ գումարը, որը որ մշտապես դուք ստանում եք։ Եվ դե ձեր զույգը կարող է ձեզ գումար փոխանցել այս շաբաթ, գործարքից գումար ստանաք, այնպես որ գումարը կգա այստեղ։ Եվ ինքը ցիկլային է, մշտապես կա։ Իսկ առողջության վերաբերյալ ժամանակն է արդեն հետևելու ձեր առողջությանը, ժամանակն է խնամելու ձեզ, ժամանակն է գոնե այցելելու մի հատ անալիզ հանձնելու, ինչ որ առողջությանը հետևելու ժամանակն է եկել։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի շաբաթ եմ մաղթում։ Գնանք նապաստակներին։ Ինչ է սպասվում նապաստակներին նոյեմբերի 10-ից 16-ը։ Ընդհանուր ֆոնը երեխաներն են, թոռները, երեխաների հետ կապված որևիցե ինչ որ հարցեր, կարող եք իրենց հետ կապված հարցեր լուծել, գնալ դպրոց, գնալ ինստիտուտ, ընդունելության հետ կապված լինի, սա նաև բիզնես է, ոմանք նոր բիզնես կբացեն, բայց հիշեք, որ Մերկուրին է հետադարձ, տեսանյութ աստղաբանության ալիքում է, կարող եք նայել, չի թույլատրվում նոր բաներ սկսել։ Անձնական հարաբերությունները, միգուցե ոմանք հղի են այստեղ կողմ ծննդաբերում են այս շաբաթ։ Այնպես որ ուշադրություն դարձրեք, առողջության հետ կապված ոչ մի խնդիր չկա, այնպես որ կարող եք շատ հանգիստ ծննդաբերել։ Ընտանիքում շատ շփում կունենաք, միգուցե նոր ծանոթություն է իր հետ եք շատ շփում ունենում, անընդհատ կշփվեք, կամ ընտանիքի հետ կարող եք ինչ-որ հարցեր քննարկել, կամ ձեր զույգի հետ կարող եք շատ շփվել մինչև ժամը, քանիսը շփվեք իրար հետ։ Դա նաև բամբասանք է, խոսակցություն է, որ կարող եք լսել ձեր ընտանիքի հասցեին, անձամբ ձեր հասցեին, ձեր անձնականին վերաբերվող։ Նաև դա լեզվակռիվ է, որ կարող եք ընտանիքում մեկը մյուսին, այդպես խոսեք եւ հետո մեկը մյուսին համաձայն չլինի, մեկը մյուսի ասածին եւ սկսեք վիճել։ Ոչ թե վիճել, այլ լեզվակռիվ է սա։
Եվ աշխատանքի հետ կապված կայուն է, աշխատանքը նորմալ է, ոնց որ հաստատուն է ձեր դիրքը, փոփոխական չի, ոնց որ երկարաժամկետ է, այդպես կարելի ասել։ Դուք ֆիքսված այդտեղ աշխատում եք։ Նաև բիզնեսը, եթե բացել եք, միգուցե այստեղ ինչ-որ փոփոխություն է կանում բիզնեսում, ավելի եք կայունացնում, եւ այդ բիզնեսով դուք շատ երկար դեռ կաշխատեք։ Այդ գումարը մի փոքր դժվարությամբ է, միգուցե գումար դուք եք աշխատում տանը, գուցե ձեր ուսերին է, այդ բեռը, հա, դուք պետք է անեք դա։ Նաև սա փորձություն է գումարային, թե ինչպես կկարողանաք ձեր գումարները տնօրինել, կամ եթե քիչ գումար լինի, ինչպես կկարողանաք ապրել։ Այն որևիցե հարցեր են այստեղ, միգուցե եւ դժվարություն է, որ այս բանը պետք է գումար է հարկավոր ինչ-որ մի բան անելու համար, թեկուզ երեխայի վճարը վճարելու։ Որևիցե մի բան կարող է օրինակ արդեն այստեղ լինում է ամսվա կես եւ կարեւոր է, գումար է հարկավոր։ Ամսվա սկիզբ եք աշխատավարձը ստացել, բայց արդեն բավականին ծախսել եք։ Իսկ առողջության հետ կապված սա կանացի օրգաններն են, տղամարդկանց օրգանները, հորմոնները, վարակ սեռական ճանապարհով հնարավոր է։ Այնպես որ ուշադրություն դարձրեք ձեզ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի շաբաթ եմ մաղթում։ Գնայինք վիշապների։ Ինչ է սպասվում վիշապներին նոյեմբերի 10-ից 16-ը։ Ընդհանուր ֆոնը որևիցե տղամարդ է, ում հետ որ այս շաբաթ կարող եք շատ շփվել, ով որ կարևոր է ձեզ համար, միգուցե ձեր տնօրենն է, միգուցե որևիցե տղա է գալիս ձեզ մոտ աշխատելու եւ իր հետ ընկերություն է անում։ Դա կարող է ձեր հայրն է, ձեր եղբայրն է, ձեր ամուսինն է, նոր ծանոթություն աղջիկների համար։ Դստենք անձնական կյանքը։ Ինչ-որ պատվիրում է, ինչ-որ մի բան եւ ամբողջ շաբաթվա ընթացքում իր հետ պետք է լինեք։ Բավականին ոգևորված կլինեք, ընտանիքով կարող եք ճանապարհ գնալ, հյուր ունենալ կարող է։ Հյուր եք ընդունում կամ դուք եք գնալ օրինակ ձեր հայրիկին խնամելու համար, մեկ շաբաթ կարող եք մնալ իրենց տանը, ձեր հայրիկի հետ եւ իրեն խնամեք։ Նաև ամուսինն է կարող է, գալիս է մեկ շաբաթով, պետք է իրան ուշադրություն դարձնեք, հետո գնա։ Ամենայն դեպս հյուր կունենաք կամ դուք կգնաք հյուր, նորություն կլսեք կամ ձեր ծնողներից, կամ ձեր ամուսինը կամ կինը ինչ-որ մի բան ձեզ կարող են ասել։ Բայց փաստաթուղթ է նաև սա, որ կարող եք ստանալ շաբաթվա ընթացքում, որը վերաբերվում է կամ անձամբ ձեզ, կամ ընտանիքին, եւ սա նամակ է ձեր սիրելիից, նաեւ սա նոր ծանոթություն է, որ կարող եք ճանապարհին օրինակ փորձեն ձեզ հետ ծանոթանալ կամ դուք ծանոթանաք։ Աշխատանքի հետ կապված ընտրություն եք կատարում, միգուցե կամ դուրս գաք մնաք, կամ այս աշխատանք անեք թե ոչ, կամ հետը բիզնես անեք թե ոչ, ինչ որ պահեր են, եւ բիզնեսի հետ կապված եւ աշխատանքի, որ ընտրության մեջ կարող եք լինել։ Միգուցե առաջարկ եք ստացել օրինակ այդ տղամարդուց եւ մտածում եք, տատանվում եք։ Գումարի հետ կապված այստեղ կամ գնալ եք գումար ստանաք այդ թղթով, ինչ որ թղթով, կամ գումար եք ստանալու ձեզ թուղթ տան, կամ ոչ է պայմանագիր եք կնքելու, որ մեջը ֆինանսներ կան գրված, ինչ որ պահեր են, նաև սա շտրաֆ է։ Եթե մեքենա եք վարում, մի փոքր հանգիստ վարեք, որովհետև նաև դա կարող է լինել, թուղթ, որի մեջ գրված է գումար։ Կարող եք հաշվարկ անել, որևիցե մի բան գրեք, որ ինչ արժի, կամ գումարը, մի հատ հաշվարկեք, թե տեսնեք, թե ինչքան եք դուք ընդհանրապես ամսական օգտագործում։ Իսկ առողջության վերաբերյալ սա կամուրջ է, կամուրջը սա թեթևացնում է ձեր գործերը, թեթևացնում է հանդիպում օրինակ բժշկի հետ, միգուցե թեթևացնում է նաև մարդուն, ավելի կարող թեթև զգալ, ավելի երջանիկ զգալ, ավելի երիտասարդ զգալ։ Եվ եթե ուզում եք հստակ ոչ բժշկի տեսնել, ապա նա ավելի է, մոտեցնում, ավելի ոնց որ հնարավորություն է տալիս, որպեսզի դուք կարողանաք եւ այդ բժշկին տեսնել եւ այդ բժշկի մոտ բուժվել։ Յուրաքանչյուր բան, ինչը որ կապված է առողջության հետ, այդ հնարավորությունը կունենաք ավելի կամ լավացնելու կամ բուժվելու, որևիցե մի հնարավորություն է, որ կընձեռվի ձեզ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի շաբաթ եմ մաղթում։ Գնային կոչերի։
Ինչ է սպասվում օցերին նոյեմբերի 10-ից 16-ը։ Ընդհանուր ֆոնը հաջողությունն է։ Սա յուրաքանչյուր ոլորտում հաջողություն է նշանակում։ Յուրաքանչյուր ինչ որ անեք, հա, սա ամենահաջողակ քարտն է։ Ինչ էլ որ լինի, միևնույնն է վերջում հաջողություն է սպասվելու։ Տեսնենք անձնական կյանքը։ Մենք այստեղ անհանգստություններ ունենք, խնդիրներ կան ամենտեղ, բայց կկարողանաք ամեն ինչը հաջողությամբ լուծել։ Ընտանեկան կյանքը։ Այստեղ մեկը մյուսի հետ կապված կարող է կորուստ լինել, վստահության, չվստահեք, կասկածեք, մանր-մունր խնդիրներ ընտանիքում, հարաբերություններում։ Բայց այդ ամեն ինչը, եթե մարդը ճիշտ անի, իմաստուն ձևով, ապա ամեն ինչ կկարողանաք հանգիստ լուծել, առանց որևիցե խնդրի։ Աշխատանքի հետ կապված ոմանք իրենց աշխատանքը սիրում են իրենց երեխայի նման, ոմանք կարող են բիզնես բացել, ոմանք աշխատանք գտնել երեխաների հետ կապված, կամ ձեր երեխաները կարող են աշխատանք գտնել, որը եւս էլի ձեզ համար է կարևոր։ Եվ եթե բիզնես եք սկսել կամ հա բիզնեսը հիմա անում եք, ապա դա եւս ձեզ հաջողություն կբերի։ Բայց նորը մի սկսեք, որովհետեւ հետադարձ է Մերկուրին, այդքան էլ չի կարելի։ Իսկ գումարի հետ կապված այստեղ անհանգիստ եք, այստեղ լարված եք, բորբոքված եք, կամ այստեղ ընտանիքի անդամների վրա եք գորգռում, կարող է դա է, այստեղ ինչ որ տհաճ կա ընտանիքում, որ չեն աշխատում, հա, աշխատեն ձեզ աջակցեն։ Նաև անհանգիստ եք, կարող չեք աշխատում այս պահին, անհանգիստ եք, թե ինչ է լինելու, ինչպես անել, որ աշխատանք գտնել։ Գումարն է այստեղ ավելի շատ, քան աշխատանքը, հա, գումարի հետ է կապված։ Միգուցե ծախսերը ինչպես պլանավորել, ինչպես կարգավորել, որպեսզի ամեն ինչը հասցնեք։ Կամ անհանգիստ եք, որ կարող մինչև ամսվա վերջ օրինակ գումարը չբավականացնի։ Դրա համար կարող եք այստեղ սկսել ինչ-որ գործողություններ անել։ Բիզնեսը նաև պարտադիր չի մեծ բիզնես լինի, կարող տանը ինչ-որ մի բան սկսել։ Բայց եւս, հա, գոնե սկսեք այնպիսի բաներ, որոնք արդեն իսկ արել եք, հա, նոր բաներ չի կարելի։ Իսկ առողջության վերաբերյալ սա եւ տղամարդկանց օրգանները եւ կանանց օրգանները, հա, ինտիմ, սեռական օրգանները պետք է ուշադրություն դարձնեն, նաեւ հորմոններին նույնպես։ Եվ վարակը, եթե ընկնում է սա, ապա նշանակում է, որ հավանականությունը շատ մեծ է վարակվելու։ Այսքանը ձեզ համար վարակվելու ինտիմ ճանապարհով իհարկե։ Ձեզ հաճելի շաբաթ եմ մաղթում։ Գնանք ձիերի։ Ինչ է սպասվում ձիերին նոյեմբերի 10-ից 16-ը։ Ընդհանուր ֆոնը ուրախություն, բարձր տրամադրություն, էներգիա ավելի կլինեք, անգարող ոչինչ չկա։ Նաև այստեղ նայեք, նոր ծանոթություն կարող է լինել ոմանց համար, ձեր տղան վերադառնա տուն, դրա համար ուրախանաք, ամուսինը վերադառնա տուն։ Տեսնենք անձնական կյանքը ձիերին։ Կարող է տղան է ամուսնանում։ Ուրեմն, ոմանք ամուսնանում են, ոմանք կարող են գնալ հարսանիքի այս շաբաթ, ոմանք պայմանագիր են կնքում, ամուսնության պայմանագիր կամ զաքսավորվում եք, ոմանց ամուսնության առաջարկ կանեն, դուք կանեք, ամուսիններից մեկը կվերադառնա տուն, եւ աշխատանքի հետ կապված անհանգիստ եք, կամ այնտեղ կարող եք բորբոքվել, գորգռալ աշխատողների վրա, ձեր գոլեգաների վրա, կարող է ինչ-որ մի բան այնպես չէ։ Հենց ամեն ինչ արագ կանցնի, որովհետև տրամադրությունը չեք գցում։ Նաև անհանգիստ եք աշխատանքի համար, եթե օրինակ հարսանիք է, միգուցե անհանգիստ եք, կարող է չթողեն ձեզ, որ դուրս գաք, կամ այնպեսի աշխատանք եք անում, որ շատ կարևոր է եւ կարող է չկարողանաք դուրս գալ, գնալ օրինակ հարսանիք, եթե նման բաներ կան։ Բիզնեսի համար եք անհանգիստ, բայց այստեղ էներգիայով լի եք, այնպես որ եթե ինչ-որ մի բան էլ անհանգիստ եք, կարող եք հանգիստ անել,
ուղղել դրանք, եթե ինչի համար եք անհանգիստ։ Եվ գումարի հետ կապված այնինչ ուղղություն, որ դուք ընտրել եք, դա ճիշտ է ձեզ համար։ Գուցե ընտրել եք գումարներ դնեք, գումար ծախսեք, սա գնեք, գումար հետ գցեք, ինչ որ պահեր են, երկրորդ եկամուտի աղբյուր ստեղծեք, յուրաքանչյուր բան, ինչը որ ընտրել եք գումարի հետ կապված, ինչ ուղի որ ընտրել եք, դա ձեզ համար ճիշտ է։ Եվ առողջության հետ կապված ուշադրություն դարձրեք կոկորդին, ձայնալարերին, մրցակցությանը, հազ եւ այլն, դրանց ուշադրություն դարձրեք։ Այսքանը ձեզ համար ձեզ հաճելի շաբաթ եմ մաղթում։ Գնայինք այծերին։ Նաև ոչխարներ են նշանակում։ Ինչ է սպասվում այծերին նոյեմբերի 10-ից 16-ը։ Ընդհանուր ֆոնը հաջողություն, յուրաքանչյուր ոլորտում հաջողություն, յուրաքանչյուրեն ինչ որ անեք, այս շաբաթ հաջողություն է ձեզ սպասվում։ Տեսնենք անձնական կյանքը։ Այստեղ անձնական կյանքում միգուցե նոր ընկերներ եք ձեռք բերում, միգուցե ձեր ընկերն է գալիս, մեկ շաբաթ մնա ձեր տանը, դուք եք գնում ձեր ընկերով տանը մնա, գնում եք օտար երկիր կամ օտար երկրից ձեր ընկերն է գալիս։ Նաև սա ընտանիքներով մտերմություն է, տան մեջ ընկերական մթնոլորտ է մեկը մյուսի նկատմամբ։ Նաև կողը ձեր ընկերը ձեզ սերխոստովանի, չպատկերացնեք, որ սիրահարվել էր ձեզ եւ հիմա ասի այդ մասին եւ սերխոստովանի կամ դուք որպես ընկեր սիրահարվել եք եւ ի վերջո բացվեք եւ ասեք ձեր զգացմունքների մասին։ Աշխատանքի հետ կապված մի փոքր խոչընդոտներ են կամ գտնելու աշխատանք, կամ նաեւ աշխատանքի վայրում դա կարող է լինել, աշխատանքի հետ կապված կարող է լինել, բիզնեսի հետ կարող է կապված լինել, որոշ խոչընդոտներ են, որոնք այնտեղ հաջողությամբ կլուծեք, մի անհանգստացեք։ Գումարը այստեղ անցյալի գումարն է, կամ ձեզ են հիշեցնում ձեր պարտքերի մասին, կամ դուք եք հիշեցնում, կամ պարտքերն են մարում, կամ ինչ որ գումար է, որը ձեզ պարտքին, ոչ թե պարտքին պետք է տային չեն տվել, միգուցե նաև դե ինչ որ բան եք վաճառել, դեռևս չեն տվել, կամ քիչ-քիչ են տալի։ Նաև սա անցյալի գործերն են, որոնք որ անցյալ նախկինում եք արել եւ հիմա եւս էլի կարող եք անել դա, որ ձեզ եւս եկամուտներ բերի։ Նույն եկամուտները ինչպես որ այնպես է այն ժամանակ եք աշխատել, հա, հիմա եւս կցանկանաք անել նույն գործը, որ այդ նույն գումարները ստանաք։ Իսկ առողջության հետ կապված սա ընդհանրապես թևերն է, ուսերը, ինչ որ մի բան կարող եք անել, ծռվել, օրինակ վիզը ծռվի եւ այլն, քնից արթնանաք, միամիտ տեսնեք ծռվել եք։ Եվ նաեւ հեսա կարող եք գնալ օտար երկիր, որևիցե պրոցեդուրաներ անելու համար, նաեւ սա հղիություն է, հղիություն, ծննդաբերություն։ Ուղղակի ինչ որ հիվանդության համար կամ առողջության համար ճանապարհ եք գնում, թե հիմա օտար երկիր կգնաք, թե ինչ որ քաղաքից մարզից քաղաք չեմ կարող ասել։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի շաբաթ եմ մաղթում։ Գնանք կապիկների։ Ինչ է սպասվում կապիկներին նոյեմբերի 10-ից 16-ը։ Ընդհանուր ֆոնը։ Փոքր անհանգիստ եք, բորբոքված եք, ինչ-որ մի բան է ձեզ անհանգստացնում, լարված է պահում։ Տեսնենք միգուցե որ ոլորտն է սա։ Անձնական կյանքը։ Անձնական կյանքի հետ է կապված։ Որովհետև այստեղ ես չեմ տեսնում։ Չեմ տեսնում ոչ մի բան, միայն անձնական կյանքն է։ Նեղվում եք, լարված եք, այստեղ ուշադիր եղեք, կարող եք կորցնել դիմացինին ձեր բորբոքվածությամբ, ձեր անընդհատ այդպես լարված պահելով։ Դա ուշադիր։ Նաև մանրամուններ խնդիրներ են, որոնք որ ձեզ անհանգստացնում են, կամ երեխաների հետ կապված, կամ տան անդամների հետ կապված, կամ ընդհանուր անձնականին է դա վերաբերվում։ Միգուցե ձեր եւ ձեր ընկերոջ, ընկերուհու, դեռ ամուսնացած չեք իրար հետ է ինչ որ պահեր,
վստահության կորուստ է նաև սա, հա, կարող է արդեն ոնց որ մարդու մեջ որ կասկած է մտնում, սկսում է կրծել, վերջ։ Այդ կասկածները այնքան դժվար է դուրս գալիս, պետք է չհասցնել այդ կասկածներին։ Աշխատանքի եւ գումարի հետ կապված բացարձակապես ոչ մի խնդիրներ այստեղ չունեք, աշխատանքում հաջողություն, գնացեք, փորձեք ընդունվել, աշխատանքի հավանականությունը շատ մեծ է, որ ձեզ կընդունեն։ Ոմանք կարող աշխատանքի դուռ են փակում, հա չեք ուզում այլևս այդտեղ աշխատեք եւ գնում եք ուրիշ տեղ։ Կարող եթե բորբոքված ժամանակ ասեք դուրս եմ գալիս։ Նամար, հա, ես քարտը երկու նշանակություն ունի։ Եթե ոչ, ապա աշխատանքում, բիզնեսում հաջողություն է ձեզ սպասում, նոր հնարավորություններ։ Իսկ գումարը եւս, հա, այնպեսի գումար, այնքան գումար կստանաք, որ ձեր սրտով է։ Կարող եք ձեր ինչ տեսնեք, ձեր սրտի, հա, գնեք, հա, գումարի հետ կապված խնդիրներ բացարձակ չկա, բայց վերջում հետո կարող եք անհանգստանալ, ոյ, ոնց որ շատ գումար ծախսեցի, այդպես։ Եվ առողջությանը հետևեք, որովհետև այնտեղ, եթե բորբոքված եք, եւս դա ազդում է անմիջապես ձեր առողջության վրա։ Այնպես որ առողջությանը եւս հետևեք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի շաբաթ եմ մաղթում։ Գնանք աքաղաղների։ Ինչ է սպասվում աքաղաղներին նոյեմբերի 10-ից 16-ը։ Ընդհանուր ֆոնը ուժ, պետական հիմնարկության աշխատող, միգուցե նմանատիպ գոյություն մեկի հետ եք ծանոթանում, կամ պետական աշխատողի, կամ այդպես հանրահայտ գոյություն մեկի հետ։ Նաև սա հավելյալ ուժ է, օգնություն է, որ կարող են ձեզ օգնել, եթե դրա կարիքը կա։ Անձնական կյանքը Այստեղ անձնական կյանքում ինչ-որ մեկի հետ կարող սկսել նամակագրական կապի մեջ լինել, տեղեկություն կստանաք, միգուցե ձեզ գումար են փոխանցում, ձեր հարազատները, դուք եք գումար փոխանցում, որ չէ փաթեթ եք ստանում, կամ դուք եք ուղարկում ձեր հարազատներին։ Կարող եք նստել ընտանիքով եւ ինչ-որ բաներ քննարկել, գրել, հաշվարկել, միգուցե ամանորի հետ է կապված, արդեն որոշում եք ամանորին ինչ ուտեք, ինչ անեք, ինչքան եք գումար ծախսելու, կարող այդ հաշվարկն է։ Ինչ որ պահեր են, որ նաև սա զաքսավորում կարող է լինել, եւ հակառակը չի բացառվում, որովհետեւ ինքը թուղթ է, մարդը կարող է երկու տեսակի թուղթեր ստորագրի։ Կարող ինչ որ բան եք գնել, եւ ընտանիքով հավաքվում եք, ստորագրում եք այդ ինչ որ բանը, կարող է տուն եք գնել, մեքենա եք գնել, ինչ որ մի բան է, որ ընտանիքով ներկա եք։ Կամ անձամբ ձեզ համար է, հա, սա անձնական կյանքն է, ձեր ընտանիքի, հա, այդպես։ Աշխատանքի վայրում կլինի ընտանեկան, ընկերական մթնոլորտ, մեկը մյուսին կօգնի, դուք կօգնեք, ձեզ կօգնեն, նոր ընկերներ կարող եք ձեռք բերել աշխատանքի վայրում։ Կարող է ձեր ընկերը նաև օգնել ձեզ աշխատանք գտնելու հարցում, կամ դուք իրեն օգնեք։ Միամիտ կարող է ձեր ընկերը գա եւ այնտեղ աշխատի։ Գումարի հետ կապված էմոցիոնալ կլինենք։ Միգուցե բոնուս եք ստանում, միգուցե հավելյալ գումար, միգուցե ինչ-որ բան եք տեսնում, այդպես էմոցիաների ազդեցության տակ միանգամից գնում եք։ Օրինակ ոնց որ ես երեք, հա, աքաղաղ լինելով միանգամից արդեն տոնածառ գնեցի, դեռ ուր է դեկտեմբերը։ Բայց տոնածառ ենք արդեն գնել։ Իր խաղալիքներով հանդերձ, որովհետեւ կրակի ձիուտարի է եւ ամեն ինչ պետք է կրակային լինի։ Եվ կարող եք շատ գումաներ օրինակ ծախսել ոչ թե ռոմանտիկ բայրի վրա, ռոմանտիկ ընթրիքի վրա, այդպես ինչ-որ նվերների վրա։ Եվ առողջության հետ կապված ուշադրություն դարձրեք արյան շրջանառությանը, նյութափոխանակությանը։ Միայն դա է։ Կամ պետք է շատ քայլեք, կամ ինչ որ մի բան է նաև, որ ժամանակ առ ժամանակ միգուցե նորից սկսվում է ձեզ մոտ, կամ մշտապես արկա է եւ այդ խնդրին պետք է ուշադրություն դարձնեք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի շաբաթ եմ մաղթում։
Գնայինք շների։ Ինչ է սպասվում շներին նոյեմբերի 10-ից 16-ը։ Ընդհանուր ֆոնը, վայ, սանով պետքա չլիներ։ Դե լավ, դե որ դրանով ընդհանուր ֆոնը խաղն է, սա։ Ում նաև մեկ ակնթարթ, որևիցե մի բան տեղի կունենա, սպասեք հավելյալ քարթան է։ Մեկ ակնթարթ, որևիցե մի բան տեղի կունենա, կամ խաղ է, խաղալու եք, կարող է գնում եք էմոցիոնալ եք այստեղ, գնում եք երեխաներին եք տանում խաղասրահ, դուք եք գնում որևիցե խաղասրահ, պարտադիր չի սա լինի կազինո, կարող է մեծերի համար, այնտեղ բիլիարդ եւ այլն, այնտեղ ինչ ասես կարող եք խաղալ մեծերի համար։ Մեծ բավականին էմոցիոնալ կլինեք։ Դամար էմոցիաների ազդեցության տակ նայեք իրականում չվերցնեք ու խաղաք օրինակ այնտեղ գումարային խաղեր։ Եվ մեկ ակնթարթ ինչ որ մի բան տեղի կունենա, եւ այդպես պետք է լիներ, ձեզ զգուշացում էր։ Դրա համար էլ սա վերցրեցի։ Տեսնենք անձնական կյանքը։ Մնացածը հիանալի քարտեր են։ Անձնական կյանքը այն ձեր տունն է ցույց տալիս, ընտանիքը, ոմանք ընտանիք կցանկանան կազմեք, մեկ ակնթարթ ինչ որ մեկին տեսնում եք, սիրահարվում եք, բերում եք տուն։ Կամ որոշում եք, որ պետք է հաշտվեք, եւ դա շատ անսպասելի կլինի բոլորի համար։ Ընտանիքն է, տունն է, տեղափոխվում եք, տան մեջ ինչ որ գործողություններ եք անում, վերանորոգումն եք վերջացնում, տուն եք գնում նայելու, ընտանիքն է սա, ընտանիքը վերամիավորվում է, տղամարդն է գալիս տուն, ինչ որ պահեր են, որ տան հետ է կապված։ Աշխատանքի հետ կապված, բիզնեսի հետ կապված այն ուղղությունը, որ ընտրել եք, դա ձեզ համար շատ ճիշտ է, գնացեք այդ ուղղությամբ։ Ինչ որ ուզում եք անել, ինչ որ ուզում եք սկսել, միգուցե, եթե բայց նոր չի, հա, որովհետև հետադարձ է Մերկուրին։ Ինչ որ բաներ եք ուզում անել, ապա անպայման արեք։ Աչքա թող մի արեք, գնացեք եւ արեք այն ինչ որ դուք ուզում եք։ Իսկ գումարները սա կամ անցյալից գումարներ են, որոնք որ պարտքեին կարող են տալ կամ ձեզ կարող են հիշեցնել ձեր պարտքերի մասին։ Սա նաեւ այնպեսի մի աշխատանք է, որ անցյալում, նախկինում, հա, դուք գումար եք վաստակում դրանից, հիմա եւս կարող եք անել, որպեսզի գումար վաստակեք։ Նույն գումարը, ոնց որ մտածում եք, այն ժամանակ շատ լավ գումար էի վաստակում դրանով, ինչի հիմա չանեմ եւ նմանատիպ ոչ բան կարող եք անել, այստեղ եւս հա ուղղությունը դա է ասում։ Կարող եք անել եւ կամ ինչ որ մի բանի վաճառել եք դեռ գումար չեն տվել, հա, կարող է գումարներն են։ Իսկ առողջության հետ կապված բացարձակ ոչ մի բան չկա, անգամ դեռ ինչ որ բաներ կարող են լինել, որ ձեզ ուրախացնեն, օրինակ ովքեր որ ուզում են հղիանալ, հավանականությունը շատ մեծ է։ Դե ինչ էլ որ լինի, ձեզ կուրախացնի։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի շաբաթ եմ մաղթում։ Գնայինք վարազներին, խոզերին։ Ինչ է սպասվում վարազներին նոյեմբերի 10-ից 16-ը։ Ընդհանուր ֆոնը որևիցե կին է։ Կարող ձեր մայրն է, ձեր քույրն է, ձեր աղջիկն է, ձեր տնօրենն է, ինչ-որ մի աղջիկ է, ում պատվերները կարող եք անել։ Անձնական կյանքը կարող է նոր ծանոթություն է տղաների համար։ Անձնական հարաբերություններում այստեղ շատ շփում են։ Դե եթե այնտեղ ինչ-որ աղջիկա ծանոթանաք, բավականին շատ կշփվեք։ Սա նաև աղջիկներին է վերաբերում, կարող նոր ընկեր եք ձեռք բերում, որ նույն մտածելակերպին է, ինչպես որ դուք, նույն բաներն է սիրում, ինչպեսին որ դուք, հա, եւ շատ շփվում եք, այդ կամ կիսվում եք ձեր սիրելիներով։ Նաև դե ընտանիքում ոչ մի բան կարող եք քննարկել։ Եթե ամուսնացած եք, հա, կարող եք նստել, քննարկել, ինչ-որ մի բան վերլուծել։ Նաև սա բամբասանք է, որ կարող եմ բամբասել ձեր անձնական կյանքի մասին, ձեր ընտանիքի մասին նույնպես։ Աշխատանքի հետ կապված այս տղամարդը կարող է ձեր տնօրենն է, փոխվում է, մեկ շաբաթ կարող է տղամարդ է ձեզ որպես տնօրեն լինելու։
իր գործը կարող եք անել, իր պատվերը կարող եք անել, իրար հետ գործարք կնքեք, եթե բիզնես ունեք։ Ինչ որ կապը շատ կլինի աշխատանքում այդ տղամարդու հետ։ Միգուցե նաև նոր սեր է, նոր հարաբերություններ, ինչ որ մեկը գալիս է աշխատելու եւ տեսնում եք իրար հավանում։ Եվ գումարի հետ կապված հա կորուստը պետք է ուշադիր լինեք, կամ մանր-մունր խնդիրներ են գումարային, կամ նաև կորուստը։ Այստեղ գումար տալ վերցնելուց պետք է շատ ուշադիր լինել։ Ձեր դրամապանակին եւս պետք է ուշադրություն դարձնեք։ Կամ սա կարող է մեծ գումար եք ծախսում եւ դա էլ եւս կորուստ է համարվում, հա, ոնց որ տվեցիք գնաց այդ գումարը։ Դա եւս։ Այստեղ կորուստ է համարվում, կարող մեծ ծախս անել։ Իսկ առողջության հետ կապված բացարձակ ոչ մի խնդիր չկա։ Բացարձակապես, միգուցե ձեր ընկերն է հիվանդ, պետք է խնամեք։ Բայց դες հետ ոչինչ չկա։ Եթե դուք եք հիվանդ, կարող ձեր ընկերն է գալի ձեզ խնամում եւ կապակինվեք ամիջապես։ Այսքանը ձեզ համար, այստեղ կարող է գնում եք ոչ բժշկական կենտրոն, դեղատուն եւ տեսնում եք ձեր ընկերն է այնտեղ աշխատում։ Այսքանը ձեզ հաճելի շաբաթ եմ մաղթում։